Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում, առաջիկա րոպեներին լսեք։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է դադարեցնել հեծի լիցենզիան։ Քննարկումից 3 օր առաջ նախագիծ է հրապարակվել։ Və hətta belə maraqlı bir arqumentasiya da gətirir ki, mən bunu etsəm, məni öldürərlər. Դուք ուզում եք, որ ինձ սպանեն, Ադրբեջանի արտգործնախարարը Փաշինյանին է մեջ բերել եւ պատմել, ինչպես սկսվեց 2020-ի պատերազմը։ Աստանան հայտարարում է, հայկական կողմը հետաքրքրված է ղազախական ցորենի կանոնավոր մատակարարման։ Վարդան Ղուկասյանին բուժող բժշկին 3 օր է թույլ չեն տալիս մտնել կալանավայր, փաստաբանների ահազանգը։ Առաջինը շատ սովորական թիրախավորված անօրինականություն է, եթե Վարդան Ղուկասյանն է ճակերտավորին չի հասնում։ Արագած սրճարանում 24 տարի առաջ մահացած Պողոս Պողոսյանի աճյունը դատարանի որոշմամբ Կարտաշիին։ Միացյալ Նահանգներում տեղաշարժ կա երկրի պատմության մեջ ամենաերկարատև շատդաունը դադարեցնելու հարցում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է դադարեցնել եկեղեցում պաշտպանելու հայտարարություններից հետո կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող հեծի լիցենզիան։ Որոշումը կկայացվի 3 օրից, բայց նախագիծը արդեն հրապարակվել է։ Հիմքերից մեկը ըստ հանձնաժողովի հեծի թեր հավաքագրումներն ու հավելագրումներն են։ Որոշումից ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը արդեն հայտարարել էր, հեծը չի մնա Տաշիր ընկերության սեփականությունը, կամ կազգայնացվի, կամ կտրվի էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի քննելու է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը։ Որոշման նախագծում ներկայացված են հեծի ժամանակավոր կառավարիչ իշխող քաղաքացիական պայմանագրի անդամ Ռոմանոս Պետրոսյանի արձանագրած խախտումները, մասնավորապես հոսանքի կորուստ, անջատումների մասին կեղծված տվյալներ, Տաշիր ընկերության հետ կողմնակալ գնումների փակ շղթա եւ այլն։ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հեծից հեռացված նրա թիմակից կառույցի արդեն նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանը համոզված է, պետական հանձնաժողովը իրենց կզրկի լիցենզիայից։ Եթե հանձնաժողովը իրականում անկախ լիներ, ընդհանրապես մտածելու բան չէր լինելու, էլի։ Այսինքն այս հիմքերի պարագայում միանշանակ ամենամաքսիմումը կարող լինել ինչ-որ պատժամիջոց։ Բայց հաշվի առնելով, որ անկախ չի եւ գործում է կառավարության ղեկավարի հրահանգների անգամ չթաքցնելով, համոզմունք ունեմ, որ լիցենզիայից զրկելու են։ Էլցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին 3 հավանական էր համարել, որ հանձնաժողովը Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ ընկերությանը կզրկի լիցենզիայից։ Պետրոսյանը խախտումների մեծ ցանկ է կազմել, պնդելով, որ դրանք բավարար են դրական որոշման համար։ Հեծի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել։ Ինչը ուղղակիորեն նաև ազդել է սակագնի ձևավորմանը։ Գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները արել է խիստ կողմնակալ, խտրական, դրանով ստեղծելով տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա եւ գերշահույթների միգրացիա է կատարել հեծից դեպի Տաշիր ընկերությունը խմբին։ Դավիթ Ղազինյանը տարակուսանքով է արձագանքում այս մեղադրանքներին։ Ի վերջո հանձնաժողովից բացի այս ահազանգերը քննում են նաև իրավապահները, 1 տասնյակից ավելի քրեական վարույթներով։ Իրենց ցանկության պարագայում քրեական վարույթները կարողանում են 10 րոպեում կամ չգիտեմ 10 օրում ինչ-որ հանգուցալուծում տան, չէ՞։ 3 ամիս նյութեր են ուղարկել։ Հիմա 3 ամսվա մեջ ոչ մի նախաքննական մարմին, ոչ մի նյութի մասով չկարողացավ եզրակացություն տալ։ Միաժամանակ կառավարչի պաշտոնից նույն այս հանձնաժողովի որոշման արդյունքում զրկված Ղազինյանը չի հերքում, իր օրոք եղել են թերացումներ։ Եվ այդ թերությունները հիմք չեն լիցենզիայի զրկելու։ Աբեր հիմքեր կան, չէ՞, որ դեպքում է փակվում, որ դեպքում է տուգանվում, որ դեպքում է կասեցվում եւ այլն։ Այն ինչը որ ինքը ասում է, ես խնդրում եմ մեր հանրությանը հասկանալ հակառակ կողմից։ Յուրաքանչյուր իր մատնանշած փաստ, որի հետևից մենք գնում ենք,
ահռելի Պանդորայի արկղ է բացում եւ ահռելի իրավախախտումներ ենք հայտնաբերում արերևույթ։ Էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկվելու դեպքում հեծը պետք է ճանաչվի հանրային գերակաշա, գնահատվի ընկերության արժեքը, ապա փոխհատուցում տրամադրվի սեփականատիրոջը։ Մինչև դա Ռոմանոս Պետրոսյանը կկարողանա շարունակել կառույցի ղեկավարումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ արդեն քննարկում էր Էլցանցերի հետագա ճակատագրի սցենարները, այդ թվում ընկերությունը պետականացնելու տարբերակը։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն կքննարկի, եթե դա շատ մեծ կլինի գինը եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում։ Դավիթ Ղազինյանն ասում է պատրաստ են բոլոր սցենարներին, չգաղտնազերծելով արդյոք կառավարության հետ կբանակցեն ընկերության վաճառքի շուրջ։ Մինչ այդ Կարապետյաններն արդեն դիմել են միջազգային արբիտրաժ 500 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով։ Մինչ նախկին նախագահները Փաշինյանին բացեիբաց մեղադրում են հայտարարություններով ու գործողություններով պատերազմ հրահրելու մեջ, վարչապետն ու իր թիմակիցներն էլ նրանց բանավեճ են առաջարկում ապացուցելու, որ 94-ի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Ադրբեջանի արտգործնախարարը խոսեց։ Պատմել է ինչպես է սկսել 44-օրյա պատերազմը, Բայրամովի հայտարարություններին, թե Փաշինյանը սկզբում խոստացել է լուծել Ղարաբաղյան հարցը, հետո խախտել խոստումը, Երևանից երրորդ օրն է չկա հակադարձում։ Карабах – это Азербайджан и восклицательный знак. Baxmayaraq ki, biz görüşə razılıq verməmişdik və bu görüş baş tutmadı. 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին նվիրված ֆիլմում Ադրբեջանի արտգործնախարարը մի շարք մանրամասներ է ներկայացրել նախապատերազմյան եւ հետպատերազմյան իրադարձությունների մասին, ըստ էության մեղադրելով Հայաստանին բանակցային գործընթացից հրաժարվելու եւ սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար։ Ծավալուն ֆիլմում Բայրամովը նախ պատմում է, թե ինչպես է սկզբում կառուցողական մոտեցում որդեգրած Փաշինյանը կես տարի անց մերժել լուծել Ղարաբաղյան խնդիրը։ Մասնավորապես փակագծեր բացելով 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից Ceyhun Բայրամովը պատմում է, թե ի պատասխան Ալիևի դիտարկմանը, որ Ադրբեջանի օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, Փաշինյանը խոստացել է լուծել Ղարաբաղյան խնդիրը, բայց դրա դիմաց խնդրել է Ալիևին դադարեցնել սահմանին հնչող կրակոցները։ Փաշինյանը դժգոհել է, որ Ադրբեջանը դիպուկահարների միջոցով պատերազմ է մղում, եւ եթե այդ ակտիվությունը նվազեցնեն, ապա դա իրեն շատ կօգնի։ Cənab Prezidentin qeyri-formal Եվ հենց Դուշանբեում նախագահ Ալիևը հանձնարարեց իր պաշտպանության նախարարությանը բոլոր ուղղություններով կատարյալ լռություն, կայունություն պահպանել եւ նույնիսկ եթե հայկական կողմը հրադադարը խախտի, միանգամից չպատասխանել։ verdiyi məlumatların şahidi olmuşam. Սակայն 6 ամիս անց արդեն 2019-ի մարտի 29-ին ԵԱԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում Փաշինյան-Ալիև հերթական հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով Հայաստանի վարչապետն արդեն կտրուկ փոխել է դիրքորոշումն ու տոնայնությունը եւ ըստ Բայրամովի բացեիբաց հայտարարել, թե չի կարող եւ չի լուծելու Ղարաբաղի խնդիրը։ Gətirir ki, mən bunu etsəm məni öldürərlər. Դուք ուզում եք, որ ինձ սպանեն, ըստ Բայրամովի Ալիևին հռետորական հարց է տվել Փաշինյանը, ինչին ի պատասխան Ալիևն ասել է, թե ընդհանրապես չի ցանկանում որևէ մեկին սպանել, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանական տարածքները պետք է օկուպացված մնան։ Իդեպ ադրբեջանական հեռուստաընկերության հետ զրույցում Բայրամովը պատմել է, որ 2018-ից 20 թվականներին հայկական կողմի սադրանքների մասին մի ծավալուն փաստաթուղթ էին կազմել, որը թե նախապատերազմական եւ թե հենց պատերազմի օրերին ներկայացրել են արտերկրի դիվանագետներին եւ գործընկերներին։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ հիշեցրել է Վիեննայի հանդիպման հենց հաջորդ օրը 2019-ի մարտի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման նարված հայտարարությունը։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Տարածքներ խաղաղության դիմաց։ Ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Բայրամովը նաև հիշեցրել է մի քանի ամիս անց 2019-ի օգոստոսի 5-ին Փաշինյանի Ղարաբաղը, Հայաստանը եւ վերջ Ստեփանակերտում արված հայտարարությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ադրբեջանի արտգործնախարարը սադրանքների շարքին է դասել 2019-ի ամռանը Ղարաբաղում պատմության մեջ առաջին անգամ անցկացված համահայկական խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ըստ Ջեյհուն Բայրամովի սա ևս մեկ կարմիր գիծ էր, որ հատեց Հայաստանը։ Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ սադրանք է որակել արդեն 2020-ի հուլիսի 12-ից 16-ը Թովուզի ուղղությամբ տեղի ունեցած Տավուշյան մարտերը ու դրանց հետևած հայկական կողմի նախապայմանները։ Անմիջապես այդ մարտերից հետո ցուցադրաբար Փաշինյանը պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը։ İştirak eden hərbçilərin nümayişkar şəklində təltif edilmələri. Դրանից հետո հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց 7 լրացուցիչ նախապայմաններ։ Բոլոր այդ 7 նախապայմաններն անընդունելի էին, եւ ես ուզում եմ առանձնացնել դրանցից մեկը։ Եթե Ադրբեջանը ընդհանրապես ցանկանում է քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ։ Եվ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է բազմամյա բանակցային գործընթացի տապալում։ Լարվածությունը թևածում էր օդում, արդեն պարզ էր, որ պատերազմը ժամանակի հարց էր։ Մյուս բոլոր մեթոդներն արդեն սպառել էին իրենց։ Bütün digər üsullar tükənib. Խոսելով արդեն 44-օրյա պատերազմի օրերի մասին, Բայրամովը մի շարք մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Հիշատակելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները, Բայրամովը պատմում է, որ առաջարկվող փաստաթղթում որևէ խոսք չկար ադրբեջանական օկուպացված տարածքները ազատագրելու մասին, ինչը բնականաբար Ադրբեջանը մերժել է եւ պահանջել Հայաստանից օկուպացված տարածքներից դուրս գալու կոնկրետ ժամանակացույց ներկայացնել։ Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Նացականյանը ըստ Բայրամովի դժգոհել է, ասելով, որ այդպես չի կարող լինել եւ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչեւ սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցող սահմանային իրավիճակին։ Ադրբեջանը սակայն իր դիրքորոշումը չի փոխել, առաջարկելով բանակցությունները դադարեցնել եւ շարունակել հաջորդ օրը։ Հենց այս քննարկումների ընթացքում արդեն հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակը գրավել է Հադրութը, ինչն էլ արդեն որպես գործոն Բաքուն օգտագործել է բանակցություններում։ Նացականյան orada istifadə edərkən Երբ Մնացականյանը սկսեց խոսել 5+2 բանաձևի մասին, մենք ասացինք, նայեք, դա այլևս չի աշխատում, քանի որ Ջաբրայելն ու Հադրութը ազատագրված են։ Հայաստանի արտգործնախարարը փորձում էր իրեն ինքնավստահ պահել, ասելով, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, եւ առաջիկայում մենք կլսենք բոլորովին այլ նորություններ։ Արգումենտlərdən də istifadə etməyə Արդեն հոկտեմբերի 30-ին Ժնևում շարունակված բանակցություններում ըստ Ջեյհուն Բայրամովի Ադրբեջանը կրկին հայկական կողմից պահանջել է օկուպացված տարածքները ազատելու ժամանակացույց, ինչին ի պատասխան արտգործնախարար Զոհրաբ Նացականյանն ասել է, որ եթե տեսականորեն հայկական կողմը համաձայնի ժամանակացույց ներկայացնել, արդյոք Ադրբեջանն էլ ետ կվերադարձնի Շահումյանի շրջանը։ Մնացականյանի այս առաջարկը զարմացրել է ադրբեջանական կողմին։ Mən öncədə başa düşmədim bu nə demək istəyir։ Yəni təsəvvür 30 oktyabr Պատկերացրեք հոկտեմբերի 30-ն է եւ նա ասում է կարող եք վերադարձնել Գյուլիստանը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ նրանք իրավիճակին ոչ համարժեք ընկալումներ ունեն։ Ես հիշեցի հայտնի կատակը։ Հայերին կարելի է հաղթել ֆուտբոլում, բայց ապացուցել ոչ։ Təbii ki, çox qeyri-adekvat Ադրբեջանի արտգործնախարարը նշում է, որ նոյեմբերի 8-ին արդեն Հայաստանը համաձայնեց ընդունել Բաքվի պահանջները, բայց հրաժարվում էր քննարկել Շուշիի հարցը։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ էր։ Şuşasız bu məsələ həll ola bilməz։ Առանց Շուշիի այս հարցը լուծվել չի կարող, Շուշին բանակցությունների առարկա լինել չի կարող, եւ դա էր պատճառը, որ երբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները մտան Շուշի, հայկական կողմը փորձեց հակագրոհ իրականացնել։ Hərbi birləşmələri bir geri alma cəhdi etdilər։ Əziz Şuşa, Ի վերջո գրավելով Շուշին ըստ Բայրամովի Ալիևին հաջողվում է նաև փաստաթղթում ամրագրել կոնկրետ ժամանակացույց, որի համաձայն հայկական զորքերը դուրս են գալիս Քելբաջարից, Լաչինից եւ Աղդամից։ Երկրորդը երրակողմ հայտարարության համար սահմանվեց կոնկրետ ժամկետ, քանի որ ի սկզբանե այն անժամկետ էր։ Նոյեմբերի 8-ից 9-ը Ալիև-Պուտին ինտենսիվ բանակցությունների արդյունքում Բաքվին հաջողվում է նաև երրակողմ հայտարարության մեջ ամրագրել Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ անխոչնդոտ հաղորդակցություն ստանալու դրույթը։ Yəni bununla
Այսինքն այս ամենը, ինչին հաջողվեց հասնել, ընդամենը մեկ օրվա ինտենսիվ բանակցությունների արդյունք էր։ Հայաստանի վարչապետն առայժմ չի արձագանքել Բաքվից հնչած դիտարկումներին։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական падգամավորները դեռ շարունակում են ակտիվորեն հակադարձել երկրորդ եւ երրորդ նախագահների Փաշինյանի հասցեին հնչեցրած քննադատություններին։ Թե Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը Փաշինյանին են մեղադրում բանակցություններից հրաժարվելու եւ անհերատես քայլերով պատերազմ հրահրելու համար։ Ինքը Փաշինյանը պնդում է, 44-օրյա պատերազմը կանխելու համար պետք էր անել մի բան, ընդունել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Շարունակելով նախկին նախագահների հետ իր հեռակա վեճը, Փաշինյանը այսօր հայտարարել է, որ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարեվերջ։ Շաբաթ օրն գրել էր, թե այդ փաստաթղթերը սկանավորման փուլում են։ Նախկին նախագահների պոստ հարցազրույցային մի հայտարարություն էլ Փաշինյանից, որ դարձյալ բուռն քննարկվում է։ Մինչ սահմանազատման հարցում հրապարակային ոչ մի ակտիվություն տեսանելի չէ, վարչապետը հայտարարեց, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արցվաշենը եւ իր մյուս օկուպացված տարածքները։ Ուստի հարց արդյոք կա նման պայմանավորվածություն, որը շատ փորձագետ քաղաքական գործիչների կարծիքով ամենևին շահեկան չէ, քանի որ Արցվաշենի վերադարձ նշանակում է Տիգրանաշենից հրաժարում, Ադրբեջանի մեջ մխրճված հայկական Արցվաշենը ռազմավարական որևէ նշանակություն ըստ նրանց չունի, այնինչ Տիգրանաշենը դեպի Սյունիք Իրան տանող միջպետական մայրուղու վրա է եւ կարևոր նշանակություն ունի։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկելու որոշել են ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը։ Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց, սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արցվաշենը եւ մյուս օկուպացված տարածքները։ Արցվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակում է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերինասկի պարան, Սոֆուլուն եւ Բարխուդարլուն։ Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից ես չեմ կարող հրաժարվել, որտեվ մենք էքսկլավ անկլավների, մենք ինքներս այդպիսի խնդիր ունենք։ Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մեհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց, երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Փաստաթղթավորված, եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանին է, չէ, իհարկե արդեն մյուս էտապը, ինչպես են հասանելիություն ունենում երկրները իրենց սուվերեն տարածքներին, բայց արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ որ հասնում է այդ փուլին քննարկման, եւ ոչ թե նստում են եւ ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում։ Այն տարածքները, որը Հայաստանին է, չէ, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գանք եւ պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են։ 44-օրյա պատերազմից հետո անկլավների հարցով քննարկումները պարբերաբար ակտիվանում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր, թե ինքն այդ օրակարգից չի խուսափում, բայց եւ պնդում էր Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ։ Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը մենք արձանագրել ենք, որ Արցվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է։ Անկլավների թեմայից կառավարության ղեկավարը հիմա էլ չի հրաժարվում, բայց եթե նախկինում պահանջում էր, որ Ադրբեջանը անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր ներկայացնի, այժմ Նիկոլ Փաշինյանը առնվազն հրապարակային չի խոսում Բաքվից իրավական հիմքեր ստանալու անհրաժեշտությունից, անպատասխան թողնելով հարցը, թե ի վերջո ադրբեջանական կողմը տրամադրել է այդպիսի հիմքեր, թե ոչ։ Ես ասել եմ, որ այո, այդ պահին մեր ձեռքի տակ իրավական հիմքեր չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են, որ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արցվաշենի
իրավական հիմքերի արկայությունը մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք իրավական հիմքեր։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանից նաև հարցրել ենք, Բաքվից ստացել են ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավական հիմքեր։ Այս հարցին եւս արձագանք դեռ չկա։ Ադրբեջանից չեն թաքցնում իրենց համար անկլավների վերադարձը գերակա է։ Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն անցած շաբաթ էր նման հայտարարություն արել եւ պնդել։ Հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ լինելու Ադրբեջանի համար հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուկյանը, որ բանակցությունների մի փուլում Նիկոլ Փաշինյանի թիմում էր, Երևանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները մատնանշելով պնդում է. իշխանությունը նոր զիջումների է պատրաստվում։ Արցվաշենի հետ բերելու օրակարգը արդեն տարբեր քաղաքական գործիչներ արձագանքել են։ Այդ օրակարգը Հայաստանի տարածքից նոր տարածքներ տալու օրակարգ է, ինչու, որովհետեւ Արցվաշենը բոլոր իրավական հիմքերով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իրավական հիմքերը կան, բայց որ Հայաստանի տարածքում անկլավներ կան, դրանց իրավական հիմքերը չկան։ Եվ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն ոչ մի պատասխան եւ վարչապետը ոչ մի պատասխան չտվեցին, որ Ադրբեջանը իրավական ոչ մի հիմք չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, առայն որ Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավներ կան։ Դուք գիտեք, ամենախնդրահարույցը Տիգրանաշենն է, բայց բացի Տիգրանաշենը մյուսներն են խնդրահարույց, որոնք որ Ադրբեջանը բնականաբար պահանջելու է եւ ուզում է հետ ստանալ։ Ավելի քան 3 տարի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն աշխատում են, բայց մինչ օրս սահմանազատվել է միայն Տավուշի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։ Սրանով Բաքվին վերադարձվեց հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղ։ Սահմանազատման հաջորդ փուլի եւ կոնկրետ ուղղության մասին դեռ չի հայտարարվել։ Ղազախական կողմը հայտարարում է պատրաստ է ամսական մոտ 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարել Հայաստան։ Այս հայտարարությունը հնչում է 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ղազախական ծորենի առաջին խմբականակի մատակարարումից հետո։ Պաշտոնական Աստանան ընդգծում է, հայկական կողմը հետաքրքրված է ղազախական ծորենի կայուն մատակարարմամբ եւ այժմ այդ հարցով բանակցություններ են ընթանում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Վարդան Ղուկասյանին բուժող բժշկին 3 օր է թույլ չեն տալիս մտնել կալանավայր, փաստաբանների ահազանգը։ Առաջինը շատ սովորական թիրախավորված անօրինականություն է, եթե Վարդան Ղուկասյանն է ճակերտավորին չի հասնում։ Արագած սրճարանում 24 տարի առաջ մահացած Պողոս Պողոսյանի աճյունը դատարանի որոշմամբ Կարտաշիին։ Միացյալ Նահանգներում տեղաշարժ կա երկրի պատմության մեջ ամենաերկարատև շատդաունը դադարեցնելու հարցում։ Գյումրիի կալանավորված քաղաքապետի փաստաբանները ահազանգում են, որ շաքարային դիաբետ սրտի խնդիր ունեցող 65-ամյա Վարդան Ղուկասյանին բուժող բժշկին 3 օր է թույլ չեն տալիս մտնել կալանավայր։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն Ազատությանն ասել է, փաստաբանը ընթացակարգերը չեն պահպանել, փաստաբանները սահմանված կարգով դիմեին, մերժում չէին ստանա։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը սակայն պնդում է, այսօր դիմումել են գրել, ընթացակարգն էլ պահել, բայց աշխատանքային օրը ավարտվել է, պատասխան չեն ստացել։ Մի քանի անգամ Տիգին Փոսանջյանն է դիմել, այսօր նաև հերթական անգամ ես եմ դիմել, գծելով բժշկի ազնագրի պատճեն, դիպլոմը, որոնց է տալիս, որ ինքը ունի սրտաբանի որակավորում։ Եվ եւս մեկ անգամ խնդրել ենք, որպեսզի անձը ստուգի, զննի պարոն Ղուկասյանին, ընդ որում օրենքով հստակ սահմանվում է, որ ցանկացած կալանավորված անձ ունի իր ընտրած բժշկի կողմից իր միջոցներով զննվելու, բժշկական զննության ենթարկվելու իրավունք։ Երևան կենտրոն քերակատարական հիմնարկի պետին նման գրություն է ուղարկվել, խնդրագիր, որ թույլ տա, սպասում են պատասխանի։ Հետևաբար ժամեր անց դեռ չունեք պատասխան։ Չունենք պատասխան, եւ սա արել եմ 9-10-15 րոպե առավոտյան։ Նոր չեմ արել։ Չկա պատասխան։ Հետևաբար ասել, որ սահմանված ընթացակարգով փաստաբանները չեն դիմել, դա իմ կարծիքով իրավիճակի մանիպուլյացիա է, դա իրականությանը չի համապատասխանում։ Չի դիմել, հիմա դիմել եմ ես, խնդրեմ։ Գծելով համապատասխան փաստաթղթերը։
Ընդ որում այդ զննությունը այնպես չէ, որ սպասեք մի ամիս հետո կպատասխանենք։ Դա անհապաղ կատարվող գործողություն է։ Մենք չենք վստահում, հաստատի չենք վստահում քերակատարական հիմնարկի ապահովված բժշկական օգնություն, որտեղ օրինակ շաբաթ օրը ես եղել եմ պարոն Ղուկասյանի մոտ, ինքը նույն առողջական խնդիրներ ուներ։ Ընդ որում քերակատարական հիմնարկը կամ առհասարակի պետությունը իր ապա մարմինները, պատկան մարմինները, ընդ որում օգտվում են նաև այն առիթից, որ պարոն Ղուկասյանը մի քիչ մեզ էլ է կաշկանդում այս հիվանդության մասին շատ բարձրաձայնել, բայց էլ չի կարելի չբարձրաձայնել, որտեղ մենք տեսնում ենք, որ ռեալ խնդիր կա։ Մարդը դիաբետ ունեն, որում լաբիլեն 10, որը նշանակում է ամեն անգամ դա սրանալու է։ Մարդուն տրված է բուժում, տրված է մշտական հսկողություն, որի մասնագետը քերակատարական հիմնարկը չունի։ Առաջինը շատ սովորական, թիրախավորված անօրինականություն է, եթե Վարդան Ղուկասյանն է ճակերտավորին չի հասնում։ Ամբիոնից կատարված հայտարարություն, որը կրկին մենք ասեցինք, որ այդ հանրային դաշտից դուրս շպրտելու կոչը դա միայն ֆիզիկապես է հնարավոր, հա։ Եվ հիմա առողջական վիճակի հետ կապված խնդիր եւ խոչընդոտում, որպեսզի անձը կարողան այդ առողջական վիճակի հետ կապված պատշաճ արձագանք ստանա։ Զուտ վարկածի, ողջամիտ վարկածի մակարդակում այս մտահոգությունը կյանքի իրավունք ունի։ Փարատեք մեր մտահոգությունները, թույլ տվեք լիարժեք տեղեկանալ անձի հետ ինչ է կատարվում եւ ապահովեք, որպեսզի այդ մարդը պատշաճ բժշկական օգնություն ստանա։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հարցով եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ազատությանը հայտնել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Նա նաև հերքել է Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի և Արշակ arczepiskoposի կարգալուծության պահանջի մասին տեղեկությունը։ Մայրաթոռի իշխանություն մեղադրանքների ֆոնին տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր կից գրառմամբ, թե այնտեղ Մայրաթոռի դիվանապետն է։ Տեսանյութերի տարածումից մի քանի օր անց քննչականը վարույթ հարուցեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Դատարանը այսօր որոշել է արտաշիրիմում անել պարզելու 24 տարի առաջ մայրաքաղաքի Առագազ սրճարանում մահացած Պողոս Պողոսյանին դիտավորյալ են սպանել, թե նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող թիկնազորի անդամներից Կուկումակ անվամբ Աղամալ Հարությունյանի հետ քաշքշուկի հետևանքով վայր է ընկել ու մահացել։ Դատավարության ընթացքում հարցաքննված Միացյալ Թագավորության քաղաքացի վկան, որը ևս այդ օրը Առագազ սրճարանում է եղել, հակասական ցուցմունքներ է տվել։ Սթիվեն Նյուտոնը տարիներ առաջ ազատությանը պատմել էր, ինչպես է Աղամալ Հարությունյանն ատրճանակի կոթով ծեծում Պողոս Պողոսյանին, որն ընկած է հատակին, համարյա մեռած, թե նա տեսել է դա։ Բայց վերջերս դատարանում ասել է, թե Աղամալ Հարությունյանին չի տեսել հարվածելիս։ Նաև այս հակասության պատճառով է դատախազը առաջարկում ոչ միայն արտաշիրիմում և կրկնակի փորձաքննություն անցկացնել, այլև նորից լսել գլխավոր վկային։ Մի քանի թեմա միջազգային լրահոսից ենք առանձնացրել, Միացյալ Նահանգներում սենատորները պայմանավորվել են դադարեցնել երկրի պատմության մեջ ամենաերկարատև շաթդաունը։ Կառավարության աշխատանքում 40-օրյա դադարը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կոնգրեսում հնարավոր չէր հասնել համախոհության պետական ապարատի ֆինանսավորման շուրջ։ On this vote, the yeas are 60 and the nays are 40. Տևական բանակցություններից հետո ԱՄՆ 8 դեմոկրատ սենատորներ 3 համաձայնել են հանրապետականների հետ եւ կողմ քվեարկել օրինագծին, որը կարող է վերջ դնել երկրի պատմության մեջ ամենաերկար, արդեն 40 օր տևող շաթդաունին, որի հետևանքով 100 հազարավոր ամերիկացիներ են տուժում։ Օրինագիծը նախատեսում է հաստատել կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը, դեկտեմբերին փոփոխել ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը եւ ներառել 3 տարվա հատկացումների օրինագծերի փաթեթ, երկարացնել սուբսիդիաները, որոնց շնորհիվ ցածր եկամուտ ունեցողները կարողանում են օգտվել մասնավոր ընկերությունների առողջապահական ապահովագրությունից, որոնց ժամկետը լրանում է տարեվերջին։ Գործարքով կարգելվի նաև մինչև հունվարի 30-ը աշխատանքից ազատել դաշտային աշխատակիցներին, իսկ նրանք, ովքեր տուժել են շաթդաունից, փոխհատուցում կստանան։ The motion upon reconsideration is agreed to. Երեկվա քվեարկությունը կառավարության գործունեությունը վերսկսելու ընթացակարգային առաջին քայլն է, եւ եթե սենատը վերջնականապես ընդունի օրինագիծը, այն պետք է հաստատի նաև ներկայացուցիչների պալատը, նախքան նախագահի ստորագրմանը ներկայացվելը։ Կուսակցության ղեկավարությանը դեմ գնացած եւ օրինագծին կողմ քվեարկած դեմոկրատներից Անգուս Քինգն ասել է, որ եթե չհամաձայնեին, ապա վիճելի այս հարցերի շուրջ բանակցելու որևէ այլ հնարավորություն չկար։ We are closer to the possibility
Հիմա ավելի մոտ ենք բժշկական ծառայությունների մատչելիության մասին օրենքի հարկային արտոնությունների վրա աշխատելու հնարավորությանը, քան 3 էինք, այնպես որ այսօրվա համաձայնությունը հաղթանակ է ամերիկացիների համար։ Agreement tonight is a win for the American people. Դեմոկրատ սենատոր Թայմ Քեյնն էլ ասել է, որ այս գործարքի շնորհիվ դաշնային աշխատողներն այժմ երաշխիք կունենան, որ հոկտեմբերի 1-ից չեն կրճատվի եւ դժվարին իրավիճակում չեն հայտնվի տոներին ընդառաջ։ That's a big win for 2 million. Սա մեծ հաղթանակ է 2 միլիոն դաշնային աշխատակիցների համար եւ այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են բյուջետային հատկացումների օրինագծերը եւ երաշխիքը, որ կփոփոխենք բժշկական ծառայությունների մատչելիության մասին օրենքը, ինձ ստիպեցին միանալ եւ ասել, այո, մենք կարող ենք դա անել։ That made me sign on and say yes we can do it. Ըստ Reuters-ի, երբ Սենատը երկուշաբթի վերսկսի աշխատանքները, հանրապետականները կփորձեն երկուսակցական համաձայնության հասնել, շրջանցելու կանոնակարգը եւ արագ անցնելու քվեարկությանը։ Այլապես օրինագծի վերջնական ընդունման համար կարող է ամբողջ շաբաթ պահանջվել։ ԱՄՆ նախագահն իր հերթին ասել է, թե կարծես մոտ են շատդաունն ավարտելուն, սակայն կրկին սպառնացել է։ Երբեք չենք համաձայնի որևէ գումար տրամադրել մեր երկիր մտնող իսկական բանտարկյալներին, անօրինական ներգաղթյալներին եւ կարծում եմ դեմոկրատները հասկանում են դա։ And it looks like we're getting close to the shutdown ending. Թրամփը նաև սոցցանցում քննադատել է սուբսիդիաները, ասելով, թե դրանք հավելյալ եկամուտ են ապահովելու ապահովագրական ընկերություններին եւ աղետ են ամերիկացիների համար։ Նա պահանջել է, որ այդ միջոցներն ուղիղ փոխանցվեն անհատներին ինքնուրույն ապահովագրություն գնելու համար։ Ֆինանսների նախարարն ասել է, որ շատդաունի առաջին օրվանից նկատելի է տնտեսության վրա դրա ազդեցությունը, սակայն ըստ Սքոթ Բեսենթի օրեցօր այն ավելի է սաստկանում։ Վերջին 2 եռամսյակում նախագահ Թրամփի օրոք տնտեսական հրաշալի ցուցանիշներ են ունեցել եւ այժմ կան գնահատականներ, որ այս եռամսյակի տնտեսական աճը կարող է կրճատվել կիսով չափ, եթե շատդաունը շարունակվի։ Շատդաունի հետևանքով շաբաթներ շարունակ չեն վճարվում նաև օդային երթևեկության կարգավարները։ Արդյունքում բազմաթիվ չվերթներ են չեղարկվում կամ հետաձգվում։ Օրինակ կիրակի օրը չեղարկվել ավելի քան 2700 եւ հետաձգվել ավելի քան 10000 չվերթ, ինչը մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է շատդաունի ընթացքում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ եթե շատդաունը շարունակվի, ապա մինչև գոհաբանության տոնը չվերթներն էլ ավելի կնվազեն։ Տոնի մոտենալուն զուգահեռ կարծում եմ տեղի կունենա հետևյալը. օդային ճանապարհորդությունները նվազագույնի կհասնեն։ Կարծում եմ օդային երթևեկության կարգավարներից քչերը կգան աշխատանքի։ Սա նշանակում է, որ կլինեն քիչ թռիչքներ։ Axios-ի տվյալներով շատդաունի պատճառով ԱՄՆ-ն նաև դադարեցրել է զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ Ուկրաինային, քանզի մատակարարումները վերահսկող պետդեպարտամենտի աշխատակիցներն ուղարկվել են չվճարվող արձակուրդի։ Դատարանը ազատ է արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մեկ շաբաթ առաջ 5 տարվա կալանքի էր դատապարտվել քարոզարշավի ընթացքում Լիբիայից անօրինական միջոցներ ներգրավելու համար։ Փարիզի դատարանի որոշմամբ 70-ամյա Սարկոզին կմնա ազատության մեջ, քանի դեռ վերաքննիչը չի ավարտել նրան ներկայացված բողոքի քննությունը։ Սարկոզին, որ բանտում էր գտնվում իր թիկնազորի հետ, այսօր ինքն էր դիմել դատարանին ազատ արձակման խնդրանքով։ Նա 20-օրյա բանտարկությունը որակել էր մղձավանջ, պնդել, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հայաստան վերադառնանք, ոսկու փնտրտուքը Քարաբերդի ամենացավոտ թեման։ Հանքարդյունաբերության ամեն լսում այստեղ առանց աղմուկ աղաղակի եւ հրմշտոցի չի անցնում, նախորդի քննարկումն էլ մի քանի տասնյակ բնակիչ ունեցող Լոռու այս գյուղում ժանրի կանոններից չի շեղվել։ Ոսկով ու արծաթով հարուստ Քարաբերդը կրկին աղմկում է։ Մեկ այլ ընկերությանը Զով գուժի նավականու կողմից դրական եզրակացություն տալուց հետո այժմ ասատ ընկերությունն էր եկել գյուղ, այստեղ ոսկու հանք շահագործելու իս 10-ամյա թույլտվության ժամկետը եւս 9 տարով երկարացնելու համաձայնության համար։ Այս անգամ էլ հանրային քննարկումը վեճերով անցավ։ Վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը, որ նախկինում դեմ է եղել ասաթին, ավելի ուշ փոխել է կարծիքը, մեղադրանքներ լսեց մի գյուղացուց։ Մենք համաձայն ենք այսօր համաձայն ենք, որ իրանք իրար հետ համագործակցեն։ Իրար հետ եթե համագործակցեն, մեզ շատ լավ կլինի։ Այսինքն դու կողմ ես ֆիզի ավելի մեծ խանդվի, հա։ Ես ասեմ։ Ես կողմ եմ
ես ինքս։ Ո՞նց է Չեխերին դերել։ Հատկասես իսկ բացատրես ես խանգարը։ Դու դուրս արի տեղ մի խանգարի։ Դու ես խանգարը մստի։ Դու ես խանգարը։ Դուրս արի այ բանամ։ Աչքան դուրս գա։ Դու քեզ ես մի բան։ Ամա թլիկ քեզ։ Ծախվածու։ Քեզ մենակ եմ ասում, այդ ծախվածու։ Դեռ 2022-ին այս նույն ընկերությունը դարձյալ հանրային լսումների էր եկել Քարաբերդ, այն ժամանակ արտոնագրի ժամկետը երկարացնելու, նաև գործունեությունն ընդլայնելու ծրագրով էին եկել, բայց գյուղացիներն ու բնապահպանները թույլ չէին տվել անգամ գյուղապետարանի շենք մտնել։ Այսօր 40 նոր աշխատատեղ 3 տարի առաջ 300-ն էին խոստացել, բնապահպաններն ու գյուղացիների մի մասն այսօր էլի դեմ են։ Դեմ են կոնկրետ, որս հանքը Շատ բաներ կա, որ ստուգված չեն, ջրերի հետ կապված, մեզ վնաս, մեր երեխեքի, մենք ստեղ ապրում ենք։ Երեք փոշին նստելու մեր անասուններ արոտավարի վրա, մեր հնդելատերի վրա, մեր խոտաքի վրա։ Այս ջուղի հիմա նրանք այնքան ունենարած, որ տարիներ առաջ այդ թանքը շահագործվել է, ոչ մեկը, ոչ մի Այն ինչ որ կա, պետք է ավարտվի նոր տարածքներ, նոր հանքեր մենք չենք ուզում շահագործել։ Չեխական Ասատ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարասեկը հակադարձում էր բնապահպաններին, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։ Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդ գյուղում անցած տարիներին տարբեր ընկերություններ ոսկի արդյունահանելու հավակնություններ են ունեցել, իրար հետևից հանրային քննարկման եկել խոստումներով։ Ասատն էլ արդեն 4-րդ հանրային քննարկումներ անցկացնում։ Տեղեկացնել, որ սա ոչ թե հանքի ընդլայնում, այլ ժամկետի երկարաձգում է։ Դեռ 2000-ականներին Ասաթը Քարաբերդում հետազոտել ու հայտնաբերել է 1.6 տոննա ոսկու և 3 տոննա արծաթի պաշարներ։ 2013 թվականին ընկերությունը ստացել է այդ հանքը շահագործելու թույլտվություն և 10 տարի թանկարժեք մետաղներ արդյունահանել բացառապես բաց եղանակով։ Չնայած ընկերության երկրաբան խորհրդատու Արկադի Մուխսի Հովեյանի տվյալներով պաշարների չնչին մասն են արդյունահանել անցած տարիներին, բայց լիցենզիայի ժամկետն արդեն սպառվել է։ Այժմ ընկերությունը ցանկանում է նոր թույլտվություն ստանալ մնացած ոսկին ու արծաթն արդյունահանելու համար։ Առկա պաշարներով ընկերությունը նախատեսում է ստանալ 30,000 տոննայի արդյունահանման թույլատվություն, առկա պաշարներով հանքաքարը կբավարարի 9 տարի։ 10 տարի բացառապես բաց եղանակով հանքարդյունաբերություն իրականացրած Ասաթը բնակիչներին խոստանում է, որ այսուհետ Քարաբերդի հանքը միայն փակ ստորգետնյա եղանակով են շահագործելու, ինչն ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Ընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ եղած պաշարները կորզելուց հետո ռեկուլտիվացիա կանեն, կվերացնեն վնասները, կվերականգնեն ինչպես առաջիկա 9 տարում, այնպես էլ նախկինում 10 տարվա ընթացքում խախտված հողերը։ Խոստանում են նաև պարտաճանաչ վճարել հարկերը, իրականացնել սոցիալական ծրագրեր համայնքում և ստեղծել 40 աշխատատեղ։ Պետք է ասեն դաբրո Չեխերին։ Բայց բնապահպանները հարցեր ունեին, ինչու անցած 10-ամյա գործունեության ընթացքում այդ աշխատատեղերը չեն ստեղծվել։ Սոցիալական ծրագրերի ցանկ չկա, ընկերությունը միայն գյուղի երկհարկանի համեստ վարչական շենքն է կառուցել, որտեղ էլ անցկացվում էր հանրային քննարկումը։ Այդ ամեն ինչը անցնում է փորձաքննություն պետական, ինչ վնասներ են բերվում եւ այդ վնասների դեմ ոնց են պայքարում։ Վնասների մեծ մասը ամբողջությամբ չեզոքացվում է, մի մասը մեղմվում է։ Ցանկացած բոլոր ինչ գործունեություն է անեք, բնությանը վնաս է տալիս։ 2 ամիս առաջ համայնքի ավականին Զովգուժ ընկերությանը դրական եզրակացություն տվեց։ Եթե նախարարություններում նույնպես դրական եզրակացություն ստանան, ապա Զովգուժը Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդում ոսկի արդյունահանող երկրորդ ընկերությունը կդառնա, չնայած պարբերաբար հնչող դեմ կարծիքներին։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում, հետևեք, հաջողություն։